կամուրջը ցույց տվեք ողջ եթերա։ Հա, եթե հիշում եք, սիրելի հայրենակիցներ, շինարարության փուլում այս հատվածում էլի եղել ենք։ Սա ուրեմն Իծակար Գանձակար ճանապարհի Հախումի կամուրջն է, Տիկին Անդրեասյան, կհիշեք, որ դարի կամուրջ է։ 17-18 դարի կամուրջ, եւ իհարկե նախկինում տրամաբանությունն էր, որ երթևեկությունը պատմական կամրջի վրայով լինի, բայց իհարկե մենք հասկացանք, որ դա չի կարելի թույլ տալ, եւ ընդհակառակը պատմամշակութային հուշարձանը պետք է պահպանել, եւ ընդհակառակը այն պետք է գրավիտացիոն կենտրոն դառնա, որ մարդկանց բերի էստեղ եւ հիմա մենք ստեղ կանգնած ենք նոր կառուցված կամրջի վրա, որի հետ կապված ես այլ խնդիր էի դրել, որ այստեղ պատշգամբ լինի, որ մարդիկ գան եւ կարողանան առանց երթևեկությանը խանգարելու դիտել Հախումի կամուրջը եւ խնդիրը շատ լավ կերպով լուծված է։ Հիմա ԿԳՄՍ-ն պատրաստում է Հախումի կամրջի վերականգնման աշխատանքները, Տիկին նախարարը ասաց, որ նախագծման աշխատանքները ավարտվել են եւ մենք առաջիկայում իրան կբերենք ամբողջական լիարժեք տեսքի, նաեւ լուսավորություն կտեղադրվի, որ 24 ժամ լուսավորությամբ հասանելի լինի զբոսաշրջիկների համար եւ ես համոզված եմ կամուրջը նաեւ մեծ հոսքեր կբերի Բերդ խոշորացված համայնք։ Իհարկե Բերդ խոշորացված համայնքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ կան, սկսած հենց Բերդից, Ցլիկ Ամրամի Բերդից, վերջացրած Վարագավանքով, Խորանաշատով եւ այլն, այսինքն շատ հարուստ է, բայց իհարկե բոլոր հուշարձանները պետք է պահպանվեն։ Բայց հիմա մենք ասենք մեքենաները թող դուրս գան, որպեսզի մի հատ պտտվենք նաեւ կամուրջը նայենք, էլի։ Գնանք հին կամուրջներ նայենք, նոր կամուրջներ։ Հիմա սենց կգնանք։ Սա Հա, բայց երկրորդ կամուրջը բանի ինտենսիվությունը հաշվի առնելով, այսինքն մենք հիմա շտաբ որոշեցինք այս մի կամուրջը դնենք, որպեսզի ընդհանրապես ազատենք պատմամշակութային հուշարձանը ծանրաբեռնվածությունից ազատենք։ Հիմա այս երթևեկության այսօրվա հոսքերին այս կամուրջը կսպասարկի, հետո այն կողմից ալնելու թե այս կողմից։ Մյուս կողմից այս պատշգամբը մնալու է Հախումի կամուրջի համար։ Մի հատ ցույց տվեք, էլի այս հոյակապ տեսարանն է ուղղակի։ Կարծում եմ պիտի հետիոտնային լինի։ Այո, սա այդտեղ այստեղով երթևեկություն պետքա չանենք։ Այսինքն ստեղ մենք պետքա արդեն արգելափակոցներ դնենք, որ միայն հետիոտնը կարողանա Հախումի կամ Հա, հեծանիվով էլ կարելի է, իհարկե, հեծանիվով էլ կարելի է։ Կարծում եմ ինչպես Կարմիր կամուրջի պարագայում Երևանում գետ իջնելու հոյակապ կլինի։ Գիտեք ինչ, ասենք գետ իջնելու, եթե նախագծում ենք, եթե դա հուշարձանին չի վնասի, ձկնորսության համար տեղ պատրաստենք։ Շատ մեծ հոսք է լինում, սա բնակչություն է։ Հա։ Սա ավանդույթ։ Բայց Բերդի Վարդևորի Ջևանի Վարդևորից տարբեր է, թե ինչ։ Հուլիսի առաջին կիրակին։ Չէ, Իջևանին հա, սրանից հետո առաջին կիրակ, ուրեմն նույնն է։ Բայց այնտեղ Այգեձոր գյուղը օգոստոսի առաջին կիրակին է, նրանք նույն տեղով են։ Այդ հետաքրքիր է, ահա։ Վարդավառը նույնիսկ մեր տարածաշրջանում Տավուշի մարզում նույնիսկ կա նույն խոշորացված համայնքի տարբեր գյուղերում տարբեր կերպ, չէ։ Հա, տեսեք նոր տարուց բնականաբար։ Հələ տեսեք կամուրջը ակնհայտորեն արդեն վաղուց ժամանակն է վերականգնի։ Սա ինքը արդեն լավ վիճակում չի։ Իրան կբերենք ամենա ընդունելի տեսքի։ Դրացությունը միանշանակ նախ մարդիկ չգիտեն էլ այս կամրջի մասին։ Հիմա ասեն եթերներով եւ այլն որ իմանան, հետո որ վերականգնենք մեծ բացում կանենք։ Ճանապարհների շնորհիվ արդեն հոսքը կշատանա, կաշխուժանա համայնքը։ Այստեղից արդեն մյուս կամուրջը երևում է, քայլելով գնանք դեպի այնտեղ։
Հենց կանեք կամուրջի վրա ազատը լինի, էլի մեքենա չլինի։ 80 տարի երաշտային ժամկետ։ Այս կամուրջները հոյակապ են, հոյակապ։ Շոկար ժամանակ։ Ահա որ ինձ դուր է գալիս, հեսա գնալու ենք հաշտարակներ նայենք։ Այնտեղ էլ ամբողջ պատրաստ։ Սա երկար Դե գիտեք ինչ մտածեցինք, որ բանի բնության մեջ չեզոք մաքսիմալ չեզոք տարբերակ կլինի, դրա համար կարելի է թող որ վերականգնողներ լինեն, դիզայներները թող առաջարկ տան, ըստ այդ տրամաբանությամբ կառաջնորդվենք։ Սիդրիկի սեզոնը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհավորում եմ կամուրջը եւ մյուս կամուրջն էլ, որ պետքա վերականգնեն։ Այստեղից մի հատ ընդհանուր կամուրջի տեսարանը ցույց տվեք։ Հա նորմալ է, կամուրջի վրա չլինեն, այնտեղ կանգնած նորմալ է։ Տիկին Անդրեասյան, իսկ իրատեսորեն երբ արդեն բուն աշխատանքները կսկսեն։ Պարոն վարչապետ, կարծում եմ, որ ամառվա ընթացքում կսկսենք, որովհետև համալիր փորձաքննությունը ավարտել են։ Հիմա ըստ էության կապալառուի ընտրություն պիտի անենք ու մեկնարկենք աշխատանքները, այլ խնդիր չունենք։ Թղթային բոլոր հարցերը կարգավորված են։ Շատ լավ։ Նաև սողանքային որոշ հարցեր կային, դրա պատճառով նաև նախագծումը երկար տևեց։ Բայց ավարտել ենք։ Հոյակապ այս ճանապարհները պետք է բերթում այնքան ակտիվություն բերեն, որ այսինքն մարդիկ պետքա այստեղ գան ուղակի, որովհետև սա պետքա տեսնել, այս բնությունը, ճանապարհը, կամուրջը, վանքերը, յուղերը, մարդկանց հյուրասիրությունը, հիմա արդեն նորակառույց շատ լավ նախագիծ է Իրան Իսլամական Հանրապետության արտադրության, հա մենք շնորհակալ ենք նաև Իրանի մեր գործընկերներին։ Այս գործակցությունը ջրհեղեղից սկսեց 2000 ֆինանսավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բայց դեպքերն են երբ Այո, չէ, բայց այդ ժամանակ առաջին նվիրատվություն արեցին, հետո տեսանք, որ շատ լավ կամուրջներ են եւ կարող ենք տարբեր տեղերում օգտագործել։ 305 միլիոն դրամ մենակ կամուրջը արտադրում են, նախագիծը։ Հիմա տեսեք անցորդներին էլ հախումի կամուրջը ոնց երևում է։ Կամուրջը, հին կամուրջը։ Մի հոյակապ տեսարան։ Շատ լավ, Վարչապետ ճանապարհային դեպարտամենտը ձեզ զեկուցին արժում իրականացրել։ հաճույքով։ Կդերեք։ Մի քանի խոշոր ծրագրեր եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Ենոքավան Իջևան ճանապարհահատվածը շուրջ 60 Ենոքավան Իջևանը երբ ավարտեցինք 25-ին, թե 24-ին։ 24։ Սա Ենոքավան Ջուջևանն է։ Հա, Ենոքավան Ջուջևան։ շինարար ունենք, առաջիկայում շինական աշխատանքները կմեկնարկենք։ Առաջի կտորը քանի կիլոմետր ենք սարքում։ Վարչապետ, ընդհանուր սարքենք մի նախագծով, ինչքան կառավարենք ծրագիրը, կառավարելի կպանք։ Հա։ Այսինքն հնարավոր է մենք հողային աշխատանք։ Այս էլ դարակազմիկ մի նախագիծ է, որը հետագայում մենք պետքա գնանք աթան կպնենք աթանի։ Ձեր հանձնարարության պարոն վարչապետ, արդեն նախագծման փուլում ենք սրա։ Այս ճանապարհահատվածը մոտ 7-8 կիլոմետր ճանապարհահատված կունենանք։ Իմիջայլոց ասեմ, որ մենք միքս պահի դե հիշում եք, պարոն փոխվարչապետ, որ միքս պահի մենք սկսեցինք մտածել նրա մասին, որ մեր մայրուղիներում արդեն խցանման նախանշաններ են իհայտ գալիս, եւ մենք մտածեցինք ինչ անենք, ինչի վրա կենտրոնանանք այս փուլում եւ տարբերակները երկուսներ, մեկը մեր եղած ճանապարհները սկսել լայնացնել եւ այլն, բայց մենք որոշեցինք այս փուլում լիքը այլընտրանքներ ունենք։ Այդ այլընտրանքները զարգացնենք, նախ ճանապարհային ցանցը էականորեն կզարգանա, հետո հաջորդ փուլում արդեն կմտածենք լայնացնելու նոր հյուսիս-հարավի նման արևելք, արևմուտք եւ այլն այլ նախագծերի վրա, ու սա շատ լավ է։
բոլոր այն տեղերում, որտեղ մենք այլընտրանքներ ունենք, զուգահեռներ ունենք, հիմա պարզ օրինակ Բերդ 3 ճանապարհ, 3 լիարժեք դե Պառավաքարից դեպի Կայանավան գնացողներն էլ նորմալ Հիմա տրամաբանցորն շփոթ։ ահա Հերկասի բան։ Այգեովից Վազարշեն Պառավաքար ճանապարհը շուրջ 22 կիլոմետր, առաջիկա օրերին պլանավորում ենք, որպեսզի շինարարության մրցույթ հայտարարենք։ Հոյակապա։ Ասես տրամաբանցորն շփոթ արժեք։ 6-ից մարտունին։ 6-ից մարտունին գործընթաց սկսենք առաջիկայում, Հանքավանից ապարանը էլի սկսենք Եվ առաջիկայում։ ի վերջո Վեդի եւ Մարտունու էմոցիոնալ կապերը ավելի հարմար ենթակառուցված կունենան, որովհետեւ գիտեք, որ Վեդի եւ Մարտունու միջով իրոք ուժեղ էմոցիոնալ եւ նաեւ ազգակցական կապեր կան։ Ընդհանուր առմամբ պլանավորում ենք 2026-27 թվականներին նաև որպես փոխանցիկ օբյեկտներ շուրջ 156 կիլոմետր ճանապարհահատված նորոգել, հիմնանորոգել։ Շատ լավ։ Եղավ, շնորհակալ եմ։ Դե այս փուլում նախագիծը լավ վիճակում է, այն վիճակումը ինչ որ պատկերացնում էի։ Հիմա սպասում ենք Տիկին Անդրեասյան պատմամշակութային հատվածի վերականգնմանը, որ հաջորդ անգամ երբ որ լուսերը եւ այլն ամեն ինչը պատրաստ կլինի, իսկ այստեղի երկրորդը երբ ենք պլանավորում։ Ոչ, սպասում ենք այստեղ բացում անենք եւ հիմքերը պատրաստած։ Հա, հիմքերը դրած է։ Գործընկերների հետ Հա, չի տեսել, հա, հենա։ գործընկերների հետ արագ աշխատենք, Հա, դե եթե կարճ ժամանակում կանենք։ շատ լավ է, հա։ Հիմնական անելիքը արել ենք հիմա արտադրել, ներմուծել, տեղադրելն է, այստեղ։ Հա, արված է։ Ստեղ էլ կարող ենք գետը շատ հարուստ է, նաև իհարկե բնապահպանական եւ օրենսդրության ստանդարտները պահպանելով, այստեղ սիրողական ձկնորսությունը կարա շատ լավ զարգանա եւ դա էլ մի լրացուցիչ գրավչություն է, որ մարդկանց կպերի այստեղ։ Շատ լավ, ում ենք հրաժեշտ տալի համայնքի ղեկավարին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Ուրիշ մյուսները գալիս են մեզ հետ։ Դե առայժմ բարևներ բոլորին։